Բարի գալուստ մեր ալիք, ողջունում ենք ձեզ մեր ալիքում և առաջարկում բաժանորդագրվել ու լսել մեր կողմից պատրաստված այս հուզիչ պատմությունը, որը անտարբեր չի թողնի ոչ ոքի։ Դեռ աշնանշունչն էր օդում, երբ Անան առաջին անգամ զգաց իր ներսում մի փոքրիկ կյանքի գոյություն։ Նա երազում էր այդ օրվա մասին դեռ մանկուց։ Ամուսինն արդեն մի քանի տարի զորակոչված էր, նա սահմանին էր։ Աննան մնացել էր մենակ, բայց ոչ միայնակ։ Նրա ներսում ապրում էր որդին, խոստում, հույս, գալիք երջանկություն։ Ծննդաբերությունը եղավ գիշերը, հոսանքի մի քանի անջատումներով հին ու մութ հիվանդանոցում, որտեղ պատերի լռության մեջ ինչ-որ մի անհայտ բան էր թաքնված։ Բժիշկները շտապում էին, բուժքույրերը շնչում էին անհանգիստ և վերջապես լսվեց մանկան առաջին ճիչը։ Աննան ժպտաց, լուռ արցունքով հոգնած, բայց երջանիկ։ Երբ երեխային բերեցին, մի քանի րոպեով միայն նա համբուրեց ճակատը, կրծքին սեղմեց ու փշաքաղված շշնջաց. «Ողջ կյանքս դու ես»։ Նա կերակրեց նրան, լսեց նրա շնչառությունը, զգաց մարմնի ջերմությունը, բայց հետո երեխային տարան հետազոտության։ Երբ Անան արթնացավ առավոտյան, մերկ պատի տակ կանգնած էր մի անծանոթ դեմք։ Բուժքույրը խեղճ ու խուճապահար, ձայնը ցածր էր, աչքերը խոնավ։ «Ներեցեք, ձեր որդին գիշերը սրտի կանգ ունեցավ, մենք անզոր էինք»։ Աննան սառեց, նրա ներսում ինչ-որ բան փշրվեց։ «Ես ուզում եմ տեսնել նրան, խնդրում եմ, չենք կարող, արդեն տեղափոխել են»։ Բժիշկները հրաժարվում էին ավելին ասել։ Հարցերը մնացին անպատասխան, մարմինը անհետ։ Նույնիսկ անուն չտվեցին, ոչ մի փաստաթուղթ, ոչ մի լուսանկար։ Աննան վերադարձավ տուն, սենյակ, որ պատրաստվել էր մանկան համար, դատարկ էր։ Սպիտակ պատերը խեղդող էին թվում։ Ամուսինը վերադարձել էր պատերազմից ու լուռ կանգնած էր։ Իր հույզերը թաքցնում էր, բայց աչքերը գիշերները մրմնջում էին նրա փոխարեն։ Անցան տարիներ, Աննան դարձավ ուսուցչուհի ու սովորեց լուռ ապրել։ Ամեն ինչ ուներ՝ աշխատանք, ընկերներ, նույնիսկ մի փոքր տուն, այգով, բայց չկարողացավ մոռանալ։ Ժամանակ առ ժամանակ երազում տեսնում էր որդուն՝ ծերացող, մարող աչքերով։ Նրա երազանքներում նա միշտ անուն ուներ՝ Դավիթ։ 2024 թվականի մի աշնան երեկո նա վերադարձավ տուն, հոգնած, աշխատանքից էր գալիս։ Հանկարծ նրա հեռախոսը զանգեց։ Համարը անհայտ էր, սովորական չէր պատասխանի, բայց այդ օրը պատասխանեց։ Տիկին Աննա, այո, խնդրում եմ մի անջատեք, սա շատ կարևոր է։ Ես գիտեմ, որ տարիներ առաջ դուք կորցրել եք ձեր որդուն, բայց ես այստեղ եմ, որովհետև ճշմարտությունը պիտի ասվի։ Ձեր որդին ողջ է։ Լռություն, երկար, սառը, անհավատալի լռություն։ Ինչ ասացիք։ Ես մի ժամանակ աշխատում էի այն հիվանդանոցում։ Ես գիտեմ ինչ կատարվեց։ Այդ ժամանակ գործարկվում էր մի սարսափելի սխեմա։ Երեխաներ, որոնց ծնողներին ասում էին, թե մահացել են, իրականում տրվում էին որդեգրման մեծ գումարի դիմաց։ Աննան նստեց, նրա շունչը կտրվում էր, նրա ներսի ամբողջ մոռացված հույսը մեկ վայրկյանում արթնացավ։ Աչքերը բացվեց, առաջին անգամ կրկին լույս տեսնելու ցանկությամբ։ Կինը նախկին բուժքույր էր, նա փոխանցեց մի անուն, մի հասցե, մի երիտասարդի տվյալներ, որ ապրում էր Երևանում, 24 տարեկան, անունը Դավիթ Մանուկյան։ Աննային օրեր էր պետք, որ հավաքեր ուժերը։ Նա գնաց, կանգնեց շենքի դիմաց, սիրտը բաբախում էր բարձր։ Նա բարձրացավ վերելակով։ Դուռը բացեց մի բարձրահասակ երիտասարդ։ Նա հիշեցնում էր մի լուսավոր գիշեր, երբ Աննան ծննդաբերում էր։ Կարող եմ մի րոպե խոսել քեզ հետ։ Իհարկե։ Նրանք նստեցին։ Աննան ցույց տվեց պատմություն, փաստաթղթեր։ Դավիթը լուռ էր, ոչինչ չէր խոսում։ Երկար լռությունից հետո հանկարծ խոսեց. Ես միշտ զգացել եմ, որ ինչ-որ մի բան այն չէ։ Ես երբեք չեմ ունեցել այն։ Դուք մայրիկս եք։ Աննան լաց եղավ։ Դավիթը չգիտեր ինչ ասեր։ Կանգնել էր լուռ, աչքերը խոնարհել գետնին։
Աննան երբեք չէր պատկերացրել, որ այսքան տարի անց կարող է իրեն այսպես ամբողջական զգալ, բայց միաժամանակ նա զգուշությամբ էր մոտենում ամեն մի մանրուքի։ Նրա ներսում դեռ շատ վախ կար, վախ, որ երազը կարող էր փշրվել։ Դավիթն էլ թեև ջերմությամբ էր ընդունել նրան, բայց ներքին խառնաշփոթի մեջ էր։ Նրանք սկսեցին հաճախ հանդիպել, սկզբում զբոսնում էին այգիներում, Աննան պատմում էր իր մանկության մասին, այն տան մասին, որտեղ որդու սենյակն էր ամեն օր հարդարում, թեկուզ դատարկ։ Դավիթը պատմում էր իր կյանքից, ինչպես էր մեծացել, մի ընտանիքում, որը նրան սիրում էր, բայց երբեք նրա հարցերին լիովին պատասխան չէր տվել։ Մի օր նա բերեց մի տուփ, հին նոթատետր էր, որտեղ գրել էր. «Իմ իրական ընտանիքը, եթե ես երբևէ գտնեմ նրանց»։ Աննան հուզվեց։ Այդ տողերը գրվել էին դեռ Դավիթի 14 տարեկանում։ Նա միշտ զգացել էր, որ ինչ-որ բան այն չէ, որ իր ժեստերն ու աչքերի գույնը տարբերվում էին ծնողներից, բայց երբ հարցեր էր տալիս, փոխարենը ստանում էր լռություն։ Օրերից մի օր Դավիթն ու Աննան այցելեցին այն հիվանդանոցը, որ վաղուց արդեն փակվել էր։ Նրանք կանգնեցին հիվանդանոցի դիմաց, երկու անհանգիստ հոգի, որ ուզում էին հասկանալ ինչու, ով, ինչպես։ Մի ծեր կին, նախկին բուժքույրը եկավ նրանց հետ հանդիպման։ Նրա ձեռքերը դողում էին, բայց ձայնը հաստատ էր։ Ես հիշում եմ նրան, Աննա Մաթևոսյան, դուք չպետք է անցնեիք այս ցավով, բայց մեր ձայնը չէինք կարող բարձրացնել, նրանք վախեցնում էին մեզ, բայց ես հիշեցի նրան, որովհետև նա այն մոր տեսակներից էր, որին մարդ երբեք չի մոռանում։ Դավիթը լսում էր, Աննան լուռ էր, իսկ սիրտը նորից ճաքում էր, բայց այս անգամ երջանկությունից։ Աննան Դավիթի համար սկսեց պատրաստել այն ամենը, ինչ տարիներ առաջ չէր հասցրել։ Նրա համար տորթ էր թխում, ինչպես մանկության երազներում։ Պատմում էր հեքիաթներ, որոնք միայն մայրերը գիտեն։ Դավիթն էլ նրան տարավ իր աշխարհ, իր ընկերներին ներկայացրեց, նրա համար նվագեց կիթառով մի մեղեդի, որ գրել էր դեռ փոքր տարիներին, երբ չէր հասկանում, թե ինչու սրտի մեջ միշտ ցավ կա, առանց պատճառի։ Աննան մի օր հարցրեց. «Դավիթ, դու ինձ ներել ես, որ չկարողացա քեզ փրկել»։ Դավիթը ժպտաց տաք, խաղաղ ժպիտով. «Մամ, դու մեղավոր չես, ինձ գտնելն արդեն ամեն ինչ է։ Ես քեզ միշտ ունեի հոգուս մեջ, հիմա պարզապես դու ես իմ կողքին»։ Երբ նրանք վերադարձան տուն, Աննան բացեց մի հին արկղ, ներսում մանկական հագուստ, մի փորած փայտե խաչ, մի չբացված նամակ։ Նա այդ նամակը գրել էր որդու ծննդից 1 օր առաջ, գրպանում պահելով, հույսով, որ երբևէ կտա նրան։ Դավիթը բացեց այն ու կարդաց. «Իմ սիրելի որդի, եթե երբևէ կարդում ես սա, իմ աղոթքը լսվել է։ Ես սիրում եմ քեզ անկախ ամեն ինչից։ Քո մայրիկը կսպասի քեզ միշտ, երբեք մի կասկածիր, դու սեր ես»։ Դավիթը բարձրացրեց հայացքը, Աննան նստել էր նրա դիմաց, աչքերում արցունք, բայց դեմքին խաղաղություն։ Այդ օրը Դավիթը նրան ասաց. «Քեզնից բացի ոչ ոք երբեք չի խոսել ինձ հետ այդպես, և երբ դու ինձ մայրիկ ես անվանում, ես վերջապես հասկանում եմ, ով եմ ես»։